Համահայկական երիտասարդական շարժումը Հայաստանի Հանրապետությունում ռուս համագործակցության պատվիրակության հետ համատեղ արդեն երկրորդ տարին Երևան քաղաքի սիրահարների և մանկական զբոսայգիներում կազմակերպում է ցուցահանդես համերգ, նպատակն է քաղաքին տոնական շունչ հաղորդելը։ Երկու զբոսայգիներում այսօր միաժամանակ կազմակերպվել էր ֆոտոցուցահանդես, որը ներկայացնում էր հայրենական մեծ պատերազմի և Շուշիի ազատագրման պատմական դրվագները։ Այս տարի բովանդակային իմաստով նույնը չէ, ինչ որ անցյալ տարի մենք անցյալ տարի մեր կամավորները բավական մեծ արխիվ էին հավաքել ու մենք անցյալ տարի կարողացանք դրա մի մասը ցուցադրել, այս տարի մյուս մասն ենք ցուցադրում ու հույս ունենք նաև որ շարունակական կդառնա ծրագիրը։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցելով Հայաստանն ու հայաստանցիները անգնահատելի ներդրում են ունեցել ֆաշիզմի դեմ հաղթանակ տանելու գործում։ Ի վերջո հայ ժողովուրդը տվել է 4 մարշալ և 1 ծովակալ, այն էլ այն դեպքում, երբ Հայաստանը դեպի ծով ելք չունի, նշում է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը։ У России с Арменией никогда, соответственно, и у Армении с Россией не было проблем. Мы всегда понимаем друг друга, мы всегда не рядом, у нас нет общей границы, но мы всегда вместе. И мы сегодня развиваем союзнические отношения. А это значит, мы взяли на себя взаимные обязательства по сохранению мира и безопасности наших народов. Ну и, конечно, мы с гордостью отмечаем, что это обеспечивается в том числе 102-й российской военной базой в Гюмри и нашими российскими пограничниками, которые охраняют границу с Турцией и Ираном. Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան և վետերանների միության ներկայացուցիչները ծաղկեպսակ դրեցին գնդապետ դիվիզիայի հրամանատար Սիմոն Զաքյանի և խորհրդային միության կրկնակի հերոս Նելսոն Ստեփանյանի հուշարձաններին։ Օգտվելով արդից ուզում եմ շնորհավորել բոլոր վետերաններին, հայնական պատերազմի մասնակիցներին, այրիներին, զոհվածների այրիներին այս մեծ հաղթանակի տոնի կապակցությամբ և նույն ժամանակ գլուխ եմ խոնարհում մեր բոլոր զոհվածների հայտնի և անհայտ շիրիմների առաջ։ Երաժիշտ Ռոբերտ Խաչատրյանը, ով Շուշիի ազատամարտի մասնակիցներից էր, իր խոսքում նշեց, որ Արցախյան գոյամարտի օրերին երաժշտությամբ ոգի էին պարգևում զինվորներին, որպեսզի հայոց բանակը պահպաներ հայրենիքի ազատության և անկախության համար մղվող պայքարի ամբողջ ներուժը։ Այսօրվա օրը խորհրդանշանակ է նրանով, որ մենք շարունակ արդեն 68 տարի նշում ենք այս հաղթանակի օրը, քանի որ այդ հաղթանակը պարգևեց մեր ժողովրդին ազատություն, անկախություն։ Մայիսի 9-ը մեր հաղթանակի օրն է, շնորհավորում եմ բոլորիդ։ Լյուդմիլա Գարեգինյան, Գարիկ Ազիբեկյան, Gala News։